Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորիկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկատվության հնարավոր արտահոսքեր։ Ինչպես հայտնի Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ողերեմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր կարելի ասել աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել։ Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից, զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուր մեկը սարքել։ Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականություն են կանխել իշխանությունը տապալելու մասով։ Իդեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի։ Երեք դուք վստահ եմ ծանոթացել եք այդ այսպես կոչված հեղաշրջման պլանին, որը հրապարակեց CVKM-ը, քաղաքացիական պայմանագրի կայքը, զավեշտալի կլիներ, եթե մենք այսպիսի ողբերգության մեջ չլինեինք, այդ պլանը ավելի անլուրջ էր, քան ասենք այդ պլանում հիշատակված մարդկանց Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, Սրբազանի կամ անգամ մեր տան առևտրի ցուցակը, որ գնում ես խանութ առևտրի, ցուցակը ավելի լուրջ էր, քան Նիկոլ Փաշինյանից հրապարակած պլանը, այնպես որ կարծում եմ որևէ մեկը լուրջ չի ընկալել, եթե եվրոպական պետությունների դեսպանները ուղղակի ուզում են ստանալ առիթ, որպեսզի հիմնավորեն իրենց անգործությունը, անտարբերությունը այս հակաժողովրդավարական վարքագծի, ապա կարող են ասել, դե մենք տեսել ենք պլան, որ իշխանությունները հրապարակեցին, հիմա էլ այսօր էլ խոսում են ինչ-որ ահաբեկչության կազմակերպման մասին, հա, բայց եթե իրենց ավանակի տեղ չդնեն եւ տեսնեն իրականություն, ինչը հնարավոր չի չտեսնել, ապա կարձանագրեն, որ սա ծիծաղելի մի պլան էր եւ իշխանությունները այդ ծիծաղելի պլանի քողի ներքո ծայրահեղ ապօրինությունների են գնում։